Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Այսօրվա համար, այս հրաշալի օրվա համար, այս պարգևի համար, որ Աստված մեզ պարգևել է։ Ամեն ժամանակ, որ Աստծո ժողովուրդը մեկտեղ է հավաքվում, մենք ընդունում ենք, որ դա երկնքից պարգև է։ Որովհետև Աստվածն է այս մեծ հնարավորությունը տվել, որ այսօր այստեղ լինենք։ Նայում ենք ինչքան դեմքեր ուրախ են, որ Աստված այսօր այս հնարավորություն տվել է, այս տաճարը կառուցվել է, եւ Տերը ունի ծրագիր։ Հենց այնպես այս աղոթքի տունը չշինվեց։ Այստեղ շատ մարդիկ պետք է գան, եւ Աստված գիտի եւ ճանաչում է նրանց, ովքեր պետք է Աստծուն դառնան, ովքեր պետք է երկրպագեն կենթանի Աստծուն։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից մի համար կարդամ բոլորիս համար, որը գրված է Առաջին Կորինթացիների 3-րդ գլխի 16-17 խոսքերը։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկ Աստծո տաճար ապական է, նրան էլ Աստված կապական է, որտեղ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Գոհություն Տերոջից, որ Աստված այսօր ասում է, որ մենք ենք Սուրբ Հոգու տաճար, ու Աստված մեր մեջ բնակվի։ Բայց այսօր ինչպես եղբայրը, նույնպես ես ուզում եմ խոսեմ այս տաճարների մասին, առաջինը քարեղեն, երկրորդը մարմնեղեն։ Երբ որ Աստված Մովսեսին ասեց, որ մի սրբարան շինի, որի մեջ ես բնակվեմ, որ դա գրված է Երից գրքի 25-րդ գլխի 8-րդ խոսքի մեջ։ Եվ ինձ համար մի սրբարան շինեն, որ իրանց մեջ բնակվեմ։ Բոլոր ինչպես որ քեզ ցույց տվի խորանի օրինակը եւ նրա բոլոր կարասեկի օրինակը այնպես պետք է շինեն։ Աստված Մովսեսին պատվիրեց, որ խորան շինեն, որի մեջ պետք է բնակվի, բայց այստեղ կարևոր բան կա, սիրելիներ։ Դա պետք է շինվեր ոչ թե մարդկային իմաստությամբ, մարդկային գաղափարով, հենց այնպես տաճար, Աստված ասեց, բոլոր չափերը լայնություն, երկարություն, բարձրություն, բոլոր չափերը Աստված ինք տվեց, որտեղ Աստված, եթե մի բան պատվիրում է մարդուն, անպայման Աստված ուզում է, որ դա ամեն բան արվի իր կամքի համաձայն, ոչ թե մարդու ուզածով։ Եվ դրա համար, որպեսզի տաճարը կառուցվեր, եւ Աստված այնտեղ տվեց մարդիկ, ովքեր այդ տաճարը պետք է կառուցեին, մարդիկ, ովքեր պետք է լինեին իմաստությամբ եւ սրտով լեցված։ Երից գրքի 36-րդ գլխի մեջ գրված է, որ այդպիսի մարդկանց ընտրեցին Բեսելը եւ Օհիապը եւ ամեն սրտով իմաստուն եղողը, որոնց Եհովան իմաստություն եւ հանճար տվավ, որ գիտենան սրբարանի պաշտոնի ամեն կերպ գործեր անելու։ Բոլորը Եհովայի պատվիրածի պես, եւ Մովսեսը կանչեց Բեսելին, Օհիապին, եւ ամեն սրտով իմաստուն եղողին, որի սրտի մեջ Եհովան իմաստություն դրավ, այսինքն այն ամենը, որի սիրտը փափագում էր գործի մոտենալ, որ գործե նրան։ Սերներ, այստեղ Աստված ասում է, որ մարդիկ ընտրեց, որոնք իմաստությամբ եւ հանճարով գիտությամբ լեցված էին։ Այդ ժամանակ կային շատ շինարարներ, որոնք այդ մեծ գործերը կարող էին անել, բայց այս տաճարը, որը Աստված ասել էր, որ ինքը որոշել էր, որ այդ չափսերը պիտի լինի, Աստված ընտրեց մարդիկ, որոնց մեջ դրեց այդ իմաստության հոգին, այդ հանճարը, որոնք նրանք պիտի կատարեին Աստծո ուզածի նման։ Եվ անցած ժամանակներ սիրելիներ, եւ այդ ժամանակ Աստված նորից խոսում է ժողովրդի հետ եւ ասում այն մասին, որ տաճարը, որ կառուցված էր, որի մեջ մարդիկ պաշտամունքներ են անում, մտնում են, դուրս են գալիս, կամաց այդ տաճարները սկսեցին վերածվել ուրիշ բաների։ 21-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանի գրված է, երբ որ Հիսուս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, բոլոր մարդիկ դուրս էին եկել Հիսուսին դիմավորելու։ Կանչում էին Հոսանա Դավթի որդին, բայց Տերը չնայեց այդ բանին։ Հիսուսը գնաց այնտեղ, որտեղ աղոթքի տուն էր։ Տերը մտել էր այնտեղ եւ գնաց աղոթքի տուն, եւ այնտեղ առևտուրի տուն էր դարձել այդ աղոթքի տունը, որ կառուցել էին, եւ Աստված բոլորին այնտեղից դուրս անեց։ Ասեց, հորս տունը աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ավազակների այր եք արել։ Եվ բոլորին դուրս անեց այնտեղից։ Աստված տեսավ, որ այն աղոթքի տունը, որտեղ պիտի հավաքվեին աղոթկաներ, Աստծո պաշտեին, վերածվել էր առևտուրի, մեղքերի, եւ Տերը դուրս անեց այդ բոլորին, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ հիմա ես ուզում եմ ասեմ տեղը, որտեղ գրված է Սուրբ գրքում, որ մենք
պետք է շինվենք հոգևոր տաճար։ Ինչպես եղբայրը այդտեղ կարտած։ Եվ յուրաքանչյուրս այսօր որպես տաճար Աստված բոլորիս մեջ պետք է ապրի եւ նա պետք է կառուցվի հոգևոր տաճար։ Ինչպես Աստված ասել էր Մովսեսին, որ ամեն չափսերը պետք է համապատասխանի իր ասածին այդ տաճարը կառուցվելու։ Եթե Տերը այսօր այցելում է մեր մեջ եղբայրներ քույրեր, Աստված ուզում է, որ մենք ապրենք այնպես ինչպես ինքն է կամենում, որ մեր կամքը մի կողմ դնելով Աստծո խոսքը ունենալով, այստեղ մենք մտնենք ու դուրս կգանք, աղոթներ կանենք, պաշտամունքներ կանենք, բայց ամենակարևորը մեր սրտերի մեջ լինի կյանքը։ Ամենակարևորը, որ մեր ներսում լինի այդ մաքրությունը, որ մենք Աստծո առաջ ապրենք այն կյանքը, որին Աստվածն է ուզում։ Եփեսացիների 2-րդ գլխի 15-20 խոսքերի մեջ գրված է. Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխ չեք, այս սուրբերի հետ քաղաքացիներ, Աստծո ընտանիքներ, առաքյալների մարգարեների հիմքի վրա շինված, որի անկին ու գլուխ է Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տիրոջմով, որ նրանում դուք էլ նրա հետ շինում եք Աստծո բնականon հոգով։ Յուրաքանչյուր հոգի այստեղ որ նստած է, ամեն մեկս համարում ենք ճարտարապետ։ Ամեն մեկս այսօր մենք հոգևոր շինարարությամբ ենք զբաղված, մեր հոգու շինարարությամբ, որպեսզի մենք ապրենք այն կյանքը, որին Աստվածն է հավանում, այնինչ որ Աստվածն ասեց սիրելիներ, իսկ որպեսզի մենք լինենք սուրբ տաճար, բնակարան, շինվենք հոգևոր տաճար, Աստված մեզ պատվիրում է այդ խոսքը Պետրոս առաքյալի միջոցով։ Գրված է Առաջի Պետրոսի 2-րդ գլխի առաջի խոսքից եմ ուզում կարդամ։ Արդեն գծելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություն, նախանձ, ամեն չարախոսություն, նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կատին, որ նրանով աճեք դեպի փրկություն։ Եվ շարունակության մեջ գրած է, որ դուք պետք է շինվեք սուրբ քահանայություն։ Սերներ, որպեսզի մենք հոգևոր կյանքի մեջ աճենք, Աստծո խոսքի մեջ լցված լինենք Աստված մեր արժե դրել կյանքը։ Մենք մեզանից անենք ամեն չարություն, բոլոր սխալները, ապրենք այն կյանքը, որ Աստվածն է ուզում։ Նայենք երկինք, որ Սուրբ Ոգին ինչ որ մեզ ասում է, ապրենք այդ կյանքը սերներ։ Այս տաճարը ինչքան էլ գեղեցիկ կառուցված լինի, ինչքան էլ հաճելի լինի սերելիներ, մեր ներսի կյանքը չի կարող փոխել։ Մեր ներսը պետք է փոխի Աստված։ Եթե մեր ներսում ապրում է Աստված, մենք պետք է ապրենք այն կյանքը, որ Իրանը հաճելի։ Մենք այդ ժամանակներն ենք ապրում, այդ ժամանակների մեջ, որ մենք բոլորս եկենք Աստծուն, մենք բոլորս կարիք ունենք ընտանի Աստծուն, խոնարհվելու իր առաջ սիրելիներ։ Որ այսօր պաշտամունք այսօր կա, միշտ լինի այստեղ այդ պաշտամունքը, որ մենք ապրենք այն կյանքը, որը Տերն է ուզում։ Եթե այսօր մի գործարան, որտեղ արտադրում են, ասենք սիգարետ կամ որևէ այլ բան, ուզենանք այդ ապարատներով մենք քաղցրավենի ունենանք, երբեք դա չենք կարող անել։ Եթե նրա կտուրներ փոխենք, պատերը փոխենք, մեր ուզած վերանորոգումը անենք, ինչ է որ անենք, այդ ապարատներով մենք երբեք չենք կարող քաղցրավենիք ստանալ։ Բայց եթե այդ ապարատը փոխենք, դնենք այն ապարատը, որ քաղցրավենիք պետք է անվի, մենք ստանալու ենք դա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան ուզում հոգևոր կյանքի մեջ, ինչ էլ ուզում լինի, ինչ էլ անենք, ինչ քայլեր անենք, ինչպես ուզենանք, ինչպես կամենանք, եթե մենք այսօր Տիրոջ կարիք ունենք եւ Սուրբ Ոգին ապրում է մեր մեջ, Աստված ապրում է մեր մեջ, մեր ներսը փոխված եղավ, մեր ներսը փոխեցինք, մեր սիրտը փոխվեց, այն ժամանակ կնորնություն։ Ինչքան էլ մենք ուզենանք այդ բոլոր բաները անենք, եթե մարդու մեջ չարախոսությունը, մարդու մեջ դառնությունը, մեղքերն է, այդ է մարդը խոսելու։ Մինչև մարդու ներսը չփոխվի, ամբողջությամբ մեր ներսի չանենք, հին մարդը մենք դուրս չանենք, նորը չակնենք, մեր կյանքը չի փոխվի, եւ անող է Հիսուսն է։ Եվ Տեր այսօր ինքը ներկա է մեր մեջ, որ տեսնի մեզ, օժնի, մենք Տիրոջ առաջ գալով, ունենալով այդ զղջումը կենտանի Աստծո առաջ, որ մենք տաճար ենք եւ մեր մեջ Հիսուսն ապրում։ Ինչքան մենք ուրախանում ենք հիանալի տաճարի համար, այսօր ինչքան ասվեց, որ ինչքան հիանալի տաճար է կառուցման, ինչքան գեղեցիկ է, ինչքան լավն է, մենք սրա մեջ մենք մեզ հաճելի ենք զգում։ Մեր մեջ Հիսուսն է ապրում։ Մենք էլ մեր ներսը մաքրենք, սրբենք, որպեսզի մենք Աստծո խոսքի մեջ ապրենք այնպես ինչպես Աստվածն է ուզում։ Աստված բոլոր սովորի սիրելիներ, եւ մենք լցվենք երկնային կյանքով, Հիսուս Քրիստոսի խոսքով, ունենանք այն կյանքը, որ Աստված անի։ Ուզենանք որ Տեր դու արա մեր կյանքի մեջ, ես ուզենամ որ Աստված փոխի, մենք այդ կյանքի մեջ ապրենք սիրելիներ։ Տերը օգնի ամեն մեկին լեցնի, որ մենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ
հաջելի կյանք ունենանք Աստծո առաջ, պաշտենք ու երկրպագենք միայն կենտանի Աստծուն, փառք Տիրոջ սիրելիներ, ամեն։